Պարոն Բազարյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, եւ այսպես երեք Նիկոլ Փաշինյանը արդարացնելով իրենց ահռելի պարգևավճարները, ասում է, մենք այս փողը տալիս ենք, որ պաշտոնյաները անարատ լինեն, զրո կոռուպցիա լինի։ Ես կխնդրեմ այս մասով ձեր տեսակետը արտահայտեք։ Միլիարդների հասնող պարգևավճարների մասին է խոսքը, յուրաքանչյուր նախարարի միլիոնավոր պարգևավճար, ես չգիտեմ, մեր դիմադիր ավականո անդամները խոսում են, որ մինչև անգամ ավականիում հայտարար պարգևավճարներ են, համեցեք։ 25 թվի տարեմուտին գործող ապազգային թրքամետ իշխանությունները մի փոքր մոտ կնստեք։ Խնդրեմ։ Շարունակեմ։ Այո։ Պետբյուջեից միլիոնավոր դրամներ դուրս են գրել եւ պարգևավճարներ են բաժանել։ Մի քանի միլիոն դրամ տվել են, ասենք, բաժնի պետերին, վարչության պետերին, մոտավորապես 7-ից 8 միլիոն դրամ պարգևավճար են վճարել նախարարներին, այդ թվում պարգևավճարներ են վճարել նաեւ վարորդներին, իրենց օգնականներին, խորհրդականներին, բոլոր ԿՊԱ-ական պաշտոններին։ Պատգամավորներին եւս յուրաքանչյուրին, որքան գիտեմ, 3 միլիոնական դրամ պարգևավճար են բաժանել, որը մոտավորապես կազմում է 300 միլիոն դրամ։ Երևանի քաղաքապետարանը պարգևավճարներ է բաժանել մոտավորապես 280 միլիոն դրամ։ Իսկ Նիկոլ Փաշինյանին ինքն իրեն ստորագրել է եւ ստացել է 21 միլիոն դրամ պարգևավճար, որը կազմում է մինիմալ թոշակ ստացած թոշակառուի մոտավորապես 35 տարվա ուրեմն թոշակը։ Այդպիսի գործունեությամբ նրանք պետբյուջեից հսկայական գումարներ, միլիարդավոր գումարներ դուրս գրելով եւ բաժանելով իրենց, բնականաբար փորձելու են երկարաձգել իրենց իշխանությունը։ Սույն թվականի հունիսին ստացված հունիսին սպասվող ազգային ժողովի ընտրություններում, եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը, հայրենակցական միությունները, հասարակական կազմակերպությունները եւ անհատ հայրենավեր գործիչները չմիավորվեցին, չհամախմբվեցին եւ չձևավորեն մի հզոր քաղաքական միավորում, ընդդիմադիր քաղաքական միավորում եւ բնականաբար հանրությանը պետք է ներկայացվի պետության բոլոր ոլորտների զարգացման վերաբերյալ քաղաքական ծրագիր, այնուհետև պետք է ոտքի անել մեր ժողովրդին եւ կազմակերպել աննազանդություն գործող ապազգային թրքամետ իշխանությանը։ Եթե մինչև գարնան վերջ դա մեզ չհաջողվեց, գործող իշխանությունները օգտագործելով իրենց վարչական լծակները, ֆինանսական միջոցները, ընտրակեղծիքների տեխնոլոգիաները, իշխանության քարոզչամեքենան, ադրբեջանա-թուրքական արտաքին աջակցությունը երկարացնելու են իրենց իշխանությունը եւ Հայաստանը դարձնելու են ադրբեջանա-թուրքական վիլայետ։ Իմիջիայլոց առաջ չենք ունեցել ձեզ հետ խոսելու, Ֆիդանը բացահայտ հայտարարեց, որ առաջիկա ընտրություններում Թուրքիայի արտգործնախարարի մասին է, իրենք աջակցելու են Նիկոլ Փաշինյանին, սա այլևս անթաքույց է նաեւ թուրքական աջակցությունը, չնայած դրա մասին բազմիցս խոսվել է։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ես գիտեմ, եթե կորցնեմ իմ իշխանությունը, ինչ է ինձ սպասվում։ Ժողովուրդը մի խառնամբող է, որին պետք է ճնշված վիճակում պահել։ Եթե իմ իշխանությունը երկարաձգելու համար անհրաժեշտ լինի նաև Թուրքիայի աջակցությունը, ես չեմ վարանի եւ կստանամ Թուրքիայից աջակցություն, որովհետեւ պատկերացնում եմ, ինձ թուրք ասեն, ինձ դավաճան ասեն, դա ինձ չի հետաքրքրում, ես կստանամ նաև Թուրքիայից աջակցություն, որպեսզի երկարաձգեմ իմ իշխանությունը։ Նա այդպիսի հայտարարություն է արել։ Նիկոլը հայտարարել է նաև, որ կառավարությունը ես եմ, եթե կառավարության որևէ անդամ համաձայն չէ իմ արտահայտած տեսակետների ու դիրքորոշումների հետ, թող դիմում գրի դուրս գա։ Նա հայտարարել է նաև, որ Հայաստանում կարող է լինել դատավոր, որ իմ ասածը չկատարի։ Նիկոլ Փաշինյանը այնքան տգետ է, որ տեղյակ չի, որ սահմանադրությամբ դատական իշխանությունը անկախ է գործադիր իշխանությունից։ Դատավորները պետք է ինքնուրույն որոշումներ կայացնեն, իսկ գործող իշխանությունը հանրարարականներ է տալիս իրենց ենթակա դատարաններին եւ դատավորներին ու ապօրինաբար շինծու մեղադրանքներով կալանավորում են մեր հայրենակիցներին։ Կալանավորված են հոգևորականներ, կալանավորված են ընդդիմադիր քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ, ազատամարտիկներ, պայեստազորի զինվորականներ։
Հայաստանում երբեք այդպիսի բան չի եղել։ Բոլոր իշխանությունները մեր անկախ պետականության 34 տարիների ընթացքում երբեք իշխանությունները ձեռք չեն բացատրել հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ հոգեվորականների վրա։ Նա ուրանում է հայոց ցեղասպանությունը։ Նիկոլ Փաշինյանը պայքարում է մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Ինքը, որքանով ես տեղյակ եմ, կյանքի խոսք աղանդի ներկայացուցիչ է։ Կեղծ պատարակներ են կազմակերպում տարբեր մարզերում եւ պարտադրում են պետական աշխատողներին մասնակցել այդ կեղծ պատարակներին։ Այսպիսի իրականության մեջ ենք մենք հայտնվել եւ ելքը ես մեկ անգամ եւս կրկնում եմ, մեր համազգային համախմբումն է։ Մեր բոլոր ընդդիմադիր քաղաքական ազգային ուժերը պետք է համախմբվեն, ձևավորեն մի հզոր, ուրեմն ազգային միասնական դաշինք եւ բնականաբար ոտքի անեն մեր ժողովրդին ու մինչեւ գարնան վերջ հեռացնեն այս ապազգային թրքամետ իշխանություններին։ Իմիջիայլոց մասեցոդի թեմա ահազանգում է, որ ոստիկաններով, համայնքապետարանի աշխատակիցներով գնում են քահանաների ստիպելու, որպեսզի այդ կարգառից եղած Սարոյան Գևորգին նորից պաշտպանեն, իրադարձներից մեկն է, էլի Գևորգ Սեփաստյանի մասին է խոսքը։ Այս հայտարարության հետ կապված ձեր տեսակետը։ Բնականաբար անընդունելի է այս իշխանության վարքագիծն ու գործելակերպը։ Ես բազմիցս եմ իմ հարցազրույցներում, ելույթներում հայտարարել, որ մենք պետք է ամեն գնով փորձենք ազատվել գործող ապազգային թրքամետ իշխանություններից։ Մենք այսօր Նիկոլ Փաշինյանի ղեկավարության այս 8-րդ տարիների ընթացքում մինչև Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմակիցների իշխանության գալը Հայաստանը ուներ Արցախի հետ միացած ավելի քան 42,000 քառակուսի կիլոմետր տարածք։ Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ պայմանավորվել է, որ Ադրբեջանը հարձակվում է Արցախի վրա, ինքը իր կարգավիճակով լինելով ուրեմն հայկական զինված ուժերի գլխավոր հրամանատար, այնպես է անում, որ մենք պարտություն կրենք ու ինքն Արցախը հանձնի Թուրքին։ Նիկոլը իր ամբողջ կյանքի ընթացքում Արցախը համարել է բեռ Հայաստանի վրա։ Նա երբ որ լրագրող էր կամ թերթի խմբագիր, անընդհատ, ասենք, Արցախի դեմ, սպառապետ Վազգեն Սարգսյանի դեմ, հայոց բանակի դեմ հոդվածներ էր գրում ու գրում էր հետևյալ ձևով. կուզեք գրաված, կուզեք ազատագրված, միևնույն է այդ տարածքները հետ ենք տալու եւ ինքը հասավ իր նպատակին մեր ժողովրդին տանելով համապատրաստից պատերազմի Արցախը հանձնեց Թուրքին, գնաց Պրագա եւ 22 թվականի հոկտեմբերին ճանաչեց Արցախը Ադրբեջանի անբաժանելի մաս, բացի դրանից Հայաստանի տարածքից 60 քառակուսի կիլոմետր ռազմավարական նշանակության ու դիրքեր ու բարձունքներ հանձնել է Ադրբեջանին, որտեղ ադրբեջանական զինվորականները եկել են նստել են կրակի տակ պահելով մեր սահմանավայր բնակավայրերն ու ճանապարհները։ Բայց երեք էլ ազգային ժողովում մի քանի անգամ ինքնատիրապետում կորցրել է եւ ասում է, ես ձեզ ասում եմ, հիմա տոտալ խաղաղություն է սահմանին։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը։ Ոչ մի խաղաղություն էլ չկա սահմանին, որովհետև Վաշինգտոնում որևէ խաղաղության համաձայնագիր անցյալ տարի օգոստոսին չի ստորագրվել, ընդամենը նախաստորագրվել է մի փաստաթուղթ, որը որևէ իրավական ուժ չունի։ Ընդ որում ըստ այդ փաստաթղթի դեռ մենք բազմաթիվ պահանջներ պետք է կատարենք Ադրբեջանի ու Ալիևի նրանց բռնապետ Ալիևի կողմից։ Նրանք պահանջում են 300,000 ադրբեջանցիների վերադարձը Արևմտյան Ադրբեջան, ի նկատի ունեն Հայաստան, բացի դրանից նրանք պահանջում են Զանգեզուրի միջանցքը եւ Ալիևը հայտարարում է որևէ հայ զինվորի կամ սպայի կամ մաքսավորի մենք չպետք է տեսնենք այդ ճանապարհին։ Բացի դրանից նրանք պահանջում են նաեւ Սևանի արևելյան ափը, որովհետեւ աշխարհում կա քաղցրամ ջրի խմելու ջրի խնդրեմ եւ օգտագործեն Սևանի ջրերը իրենց կարիքների համար։ Դրանից զատ, ուրեմն, ես հիշեցնում եմ, որ տարփողում էին Ղազախստանից ցորեն ենք բերել Հայաստան, ցորեն ենք բերել Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Այս սա է խաղաղությունը, առևտուր ենք անում, ապրում ենք եւ այլն։ Հետագայում, երբ պարզվեց, որ այդ ցորենը պիտանի է միայն որպես անասնակեր, հայտարարեցին, որ կառավարությունը այդ ցորենի ներկրման հետ կապ չունի։ Այդ ցորենը ներկրել է Սամվել Ալեքսանյանի մասնավոր ընկերությունը իրենց կարիքների համար։ Բացի դրանից, եթե ասենք Ղազախստանից ցորեն են ներկրում, ինչու են բերում Ադրբեջան, Ադրբեջանից տանում են Վրաստան, վրացական երկաթուղով բերում են Հայաստան։
Ղազախստանից կամ Ռուսաստանից ցորենը կարող էին անմիջապես բերել Ռուսաստանով Վրաստան եւ վրացական երկաթուղիով կամ հայկական երկաթուղիով բերեին Հայաստան։ Ինչու են երկարացնում ճանապարհը, երկարաձգում են այդ ճանապարհը։ Եվ նրանք այս իշխանությունների ներկայացուցիչները ուրեմն անպատկառ են իրենց պահում մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Ես արդեն ասացի, պետբյուջեի ստացված մեր ժողովրդի հարկերի հաշվին ստացված գումարները մսխում են, բացի դրանից անընդհատ վարկեր են վերցնում միջազգային վալյուտային ֆոնդից եւ համաշխարհային բանկից պետբյուջեի մուտքերը ապահովելու համար։ Նրանք անընդհատ տարփողում են, որ նախկիններից հարյուրավոր միլիոնավոր, միլիարդավոր գումարներ ենք ուրեմն հետ բերել պետբյուջեի։ Եթե այդքան գումարներ նախկինների թալանածից ըստ իրենց հետ են բերել պետական բյուջե, ապա ինչու են վարկեր են վերցնում միջազգային վալյուտային ֆոնդից եւ համաշխարհային բանկից տոկոսով են վերցնում այդ գումարները։ Բացարձակապես ոչ մի կոպեկ չի բերել պետբյուջե։ Կրկնակի բարձրացրել են, երեք ֆինանսների նախարարներ ասում են, թե ինչ եք այսքան մեծ աղմուկ բարձրացրել, ժամանակին ինչ-որ միլիարդ էր, հիմա ինչ-որ միլիարդ է, կրկնակի ավելացել է պետական։ Բացի դրանից ես ավելացնեմ նաև, որ այս տարի բարձրացրել են հողի հարկը, գույքահարկը, աղբանության վարձավճարները, որոշ տեղերում տրանսպորտի վարձավճարները, այդ թվում նաև էլեկտրականության վարձավճարներն են բարձրացնում, իրենց նշանակած Ռոմանոս Մելիքյանը ստանում է ուրեմն ամսական 5 միլիոնից ավելի աշխատավարձ, ամսական 5 միլիոնից ավելի աշխատավարձ։ Հեծը վերցրեցին Սամվել Կարապետյանի ձեռքից եւ անընդհատ հոսանքի անջատումներ են տեղի ունենում։ Մեր տանը, եթե ոչ ամեն օր, 2 օրը 1, 3 օրը 1 հոսանքի անջատումներ են տեղի ունենում։ Ալեն Սիմոնյանն իր հերթին ասում է, երբ խոսում են այս պարգևավճարների մասին աստաբաշխական ու թոշակառուների ոչ թոշակ են բարձրացնում ու այս սովի մակնազիջակից, ասում է, թոշակ բարձրացնումները պետք է լավ հագնվեն, իրենց մասին խոսալով, էլի։ Մենք պետություն ենք ներկայացնում, պետք է լավ հագնում ենք, խնդրեմ։ Ուրեմն Նիկոլը եւ իր կողմնակիցները հայտարարել են, որ թոշակները բարձրացնենք 10,000-ով, 11,000-ով, միևնույն է, նրանց կյանքում ոչինչ չի փոխվի։ Նիկոլը ժամանակին ես հիշեցնեմ, որ ժամանակին երբ որ ազգային ժողովի падգամավոր էր, իրեն ճղում էր, որ պետք է թոշակները բարձրացնել, որպեսզի նրանք կարողանան փակել իրենց միսիաները, այսինքն պարտքերը տարբեր, ասենք, ծառայությունների գծով։ Ու այդպիսի ուրեմն վարկագծով նրանք կարծես թե ծաղրում են մեր թոշակառուներին, որովհետև այդպիսի գումարներ պետբյուջեից ստանալով եւ իրենց հատկացնելով, իսկ թոշակառուները մնալով ընդամենը մինիմալ թոշակը մի քանի տարի շարունակ 36,000 դրամ է։ Ենթադրենք ձեր կինը առանձին ապրում է կամ որևէ մեկը թոշակառու առանձին ապրում է, ինչպես կարող է նա այդ 36,000 դրամով իր կարիքները հոգալ, կոմունալ ծախսերի գումարները մուծել, սննդի ապահովություն, առողջություն եւ այլն։ Նիկոլը հայտարարում է, որ մենք չենք բարձրացնում թոշակները, բայց առողջության ապահովագրում ենք ստեղծում, որը, ասենք, կարծես թե փակում է այդ ուրեմն թոշակի չբարձրացման մուտքերը։ Եվ եթե ամփոփենք, մեր չնայած մինչև ամփոփել է, հիշում եք, ինքը ասում էր, որ մեր Սաշա Սարգսյանի 50-50-ը այս ամենը ու ինչ է իրականում, ամեն տեղ իրենք այսօր փայ են, ամեն տեղ մամուն բազում հրապարակումներ կան, էլ ասֆալտի գործումներ, չգիտեմ, խնդրեմ։ Իրենք, այո, Նիկոլ Փաշինյանի Տիկին Աննան ունի հիմնադրամ եւ բացի դրանից այդ հիմնադրամի մուտքերը ապահովում են տարբեր ուրեմն գործարարների վրա թվեր դնելով, որ այսքան դուք պետք է մուծեք, այսքան մյուսը պետք է մուծի, դրանից զատ նա մասնաբաժին ունի 8 խանութների ցանցում, այդպիսի ուրեմն իրավիճակ է եւ ձեր հարցի Չէ, այսպես էլի որ իրենք խոսում էին նախկինը ու իրենք են այսօր ամենտեղ հայացել։ Ուրեմն այո, այն ժամանակ իրենք ասում էին, որ նախկինները այսքան տարել են, այնքան տարել են, պետք է հետ բերենք այդ գումարները եւ այլ, հիմա
մի քանի անգամ ավելի ուրեմն գումարներ են իրանք պետբյուջեից դուրս գրում եւ գրպանում, քան նախկինները տարել էին այդ գումարները։ Իրենք դրսում ունեն արդեն սեփականություն, ճոխ մեքենաներով են շրջագայում, մի քանի թիկնապահներով եւ այլն, ու պետական բյուջեի մուտքերը գնում են գլխավորապես գործող վարչախմբի, ուրեմն կենսամակարդակը ապահովելու եւ նրանց ծախսերը հոգալու համար։ Եվ բանակում մահերը միայն անցած տարի 30 մահ է գրանցվել, այսպես խաղաղ պայմաններում, հա, 3 ազգային ժողովում Սուրեն Պապիկյանը երգում է այդ ամեն ինչը քիչ է։ Մի հատ էլ ասում է, բոլոր նրանց ովքեր այս խնդրի մասին բարձրաձայնել են, ասում են մահերի վրա կամ մահերով մի փորձեք, այսպես չգիտեմ, այդ շահարկման թեմա մի դարձեք, ինչ ունեք ասել այդ մասին։ Նախ ես ուզում եմ ցավակցել բոլոր այն մարդկանց, այն ծնողներին, ովքեր զավակներ են կորցրել ոչ միայն առաջին Արցախյան պատերազմի ընթացքում, քառօրյա պատերազմի ընթացքում եւ 44-օրյա պատերազմի ընթացքում, այլ նաեւ հատկապես այն ծնողներին, որոնց զավակները զինծառայության ընթացքում տարբեր պատճառներով, տարբեր իրավիճակներում զոհվել են։ Անմեղ տեղը քաղաքացիական կյանքից գնացել են բանակ ծառայելու եւ ուրեմն անմեղ տեղը տարբեր իրավիճակներում այդ մարդիկ զոհվել են։ Որքան գիտեմ, ներկայում արդեն լրանում է 3 տարի առաջ նորեն այո ազատ գյուղում տեղի ունեցած դժբախտությունից, որտեղ զոհվեցին զինվորները, եւ այսօր ես նայեցի նաեւ փաստաբան Նորիկ Նորիկյանի ելույթը, որը նորից պարզաբանումներ էր տալիս եւ բնականաբար դատապարտում էր իշխանությունների գործելակերպը, որոնց գործնեայության պատճառով անմեղ զինվորները ծառայության ընթացքում զոհվել են։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հրավերքի համար։